Շնորհակալություն, հարցը ուղղում եմ արտաքին գործերի նախարարին։ Պարոն Միրզոյան, շուրջ 10 օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, ուղիղ մեջբերեմ, որ մինչև 2024 թվականի հունվարը Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը։ Ի պատասխան մեր զանգվածային լրատվության միջոցներից մեկի հարցին դուք անդրադարձաք այս հարցին, որի բովանդակությունը իհարկե աղավաղվեց ու արդյունքում ձեզ մեղադրեցին հարցը օրակարգից հանելուն, խնդիրը Լեռնային Ղարաբաղի վրա բարթելու մեջ։ Կխնդրեի ձեր արձագանքը սրա հետ կապված։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հարցի համար։ Իսկապես սա այն ամենավառ օրինակներից է, ինչպես կարող է խոսքը կամ փաստը աղավաղվել եւ, չգիտեմ, տրամագծորեն հակառակ լույսի ներքո ներկայացնել։ Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցի, եթե չեմ սխալվում, ազատության հարցումներ, մեզ արտաքին գործերի նախարարությանը հարցրել որքանով է այդ Իլհամ Ալիևի ասածը ճիշտ, մենք ասել ենք, որ իսկապես մենք զբաղվել ենք, ինչպես եւ քանիցս հայտարարել ենք հրապարակավ այդ շրջանում, որ մենք փորձում ենք հասցեագրել մեր Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակում, հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հարցերը, այդ թվում եւ ուղիղ խոսակցության նրանց միջև խոսակցության, միջազգային երաշխիքների, միջազգային մեխանիզմների ստեղծման ճանապարհով, այդ թվում եւ ջանքեր գործադրեցին, չգիտեմ, ասենք Սոֆիայում հանդիպման կազմակերպման ուղղությամբ մենք վստահ ենք, որ այդ մեխանիզմի ստեղծման պարագայում, այդ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր է լինել որոշակի հարցեր լուծել։ Սա է ըստեյության եղել մեր պատասխանը եւ փաստա, որ բռնի տեղահանությունից հետո եւ հատկապես եւ նաեւ իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթից հրճակումից հետո դա այդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այդտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որ իրավունքների մասին խոսենք։ Սա է եղել արտաքին գործերի նախարարության արձագանքը եւ զարմանալիորեն ստացվեց ինչ, իրենց հատուկ, իրենց դիապետության տակ եղած աֆիլացված մեդիա ռեսուրսների միջոցով սկսեցին ասել, որ մենք ենք անել հարցը օրակարգից։ Ես կրկնում եմ, այս կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ արել է ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց իրավունքների եւ անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի եւ հիմա մեղադրել մեզ այդ հարցը օրակարգից հանելու այն պայմաններում, երբ մենք այս մասին խոսում էինք, մեզ մեղադրում, երբ որ ասում էինք, որ նշաձողը իջեցնել է պետք եւ այդ դեպքում մենք կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության մեջ, մեզ էլի մեղադրում էին, չգիտեմ, հողեր ծախելու մեջ եւ այլն։ Շատ լավ կներ, որ հիմա ստեղ լինեին ձեր ընդդիմադիր գործընկերները եւ այս խոսակցությունը իրանց հետ գնար, բայց ոնց հասկանում եմ կռվել եք երևի էլի նեղացել գնացել են։ Շատ բարի դրացիական մթնոլորտում գնացել են, չեն կռվել։ Չգիտեմ ինչ է։ Դե ասածս ինչ է, այսինքն իրենք որևէ կերպ հրաժարվում էին մասնակցել այդ խոսակցությանը, այդ թվում եւ այստեղ նստած մարդկանց դրդմամբ։ Հանրահայտ չի, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց օրինակ մասնակցել Սոֆիայի հանդիպմանը։ Հիմա մեզնից ի՞նչ են ուզում։ Բայց ու ձեռ են առնում, ես չեմ հասկանում։ Այս հարցերի պատասխանը լրջորեն պիտի տրվի վերջը, թե չէ։ Ինչքան կարելի է անընդհատ իրանց եղած նույն թերթերի միջոցով ասել Ղարաբաղը հանձնեցին։ Հիմա գիտեք ինչ են ասում, ասեն Ղարաբաղը բանը Հայաստանի կառավարությունը լուծարեց։ Լավ, այդքան կարճ է մարդկանց հիշողությունը, ում են հիմարի տեղ դնում։